Իսկ դուք օգտագործում եք կտավատի սերմերը։ Կամ աղացած սերմեր եք գնում, կամ աղում եք այդ սերմերը կտավատի և թողնում եք մեկ ամիս ամեն օր օգտագործում մեկ թեյի հետ։ Սխալվում է, կտավատի սերմերը պետք է լինի ամբողջական։ Երեկոյան կարող եք թռչել, առավոտը ջրով խմել։ Կամ եթե աղում եք այդ կտավատի սերմերը, 15 րոպե հետո արտադրվում, անպայման օգտագործել, որովհետև նրա մեջ գտնվող միկրոէլեմենտներն ու անդամները չեն պահպանում իրենց ազդեցությունը։ Իսկ այնտեղ շատ օգտակար և առողջության համար վիտամին նյութեր, մագնի, կալցիում, նրա մեջ կա նաև չմարսվող մանրաթելեր, որ օրգանիզմի թերացնում է ձեր օրգանիզմի ոչ վիտամին, իջեցնում է խոլեստերինը, իջեցնում է արյունաշարժը, հոդերի աշխատանքի համար է շատ լավ, ոսկրերի, այնպես որ օգտագործեք կտավատի սերմեր և օգտագործեք ճիշտ, որովհետև եթե երեկոյան թռչում եք մեկ թեյի գթալ կտավատի սերմը, 200 գրամ զոր տնային պայմանների մեջ առավոտյան խմում եք, ինչ խմում օգտագործելը, ապա 2 ժամ հետո նոր օգտագործեք այն դեղորայքը և խմումը, որը օգտագործում եք, եթե ունեք խնդիր, տարբեր տեսակ հիվանդությունների և մտածում եք, բա ձեր դեղերը սկզբում թե վերջում ինչպես միշտ հալցնող, չի խանգարում ոչ մի դեղորայքին, այն կարելի ասել գրեթե հակասություն չունի, որովհետև աղեստամոստային տրակտիկը շատ լավ է անդրադառնում, իսկ եթե ունեք աղեստամոստային տրակտի խնդիր կամ հենց ստամոքսի ողբորքում, ապա անպայման դիմեք գաստրոենտերոլոգի, բուժեք ձեր հիվանդությունը, չէ որ ստամոքսային տրակտի տեսքում ամենա ձեր առողջությանը վերաբերվող և ձեր առողջությանը վնասող բոլոր խնդիրները։ Սիրում եմ ձեզ, եղեք առողջ։